Բարև ձեզ հարգելի ընկերներ, լսողության վատ թարացում, փակվածություն, տարօրինակ աղմուկ գլխում, որից ցանկանում ես օր առաջ ազատվել։ Շատերն անմիջապես վազում են դեղատուն, թանկարժեք կաթիլների հետևից, կամ շաբաթներով սպասում են մասնագետի ընդունելությանը, նստելով երկար ու հոգնեցուցիչ հերթերում։ Բայց չէ որ լուծումը հաճախ արժե ընդամենը մի քանի լումա, եւ արդեն բարեհաջող դրված է ձեր տնային դեղատուփում։ Այսօր մենք կքննարկենք ամենապարզ, տարիներով ստուգված, բայց միևնույն ժամանակ զարմանալիորեն արդյունավետ միջոցներից մեկը ջրածնի պերօքսիդը, պերեկիս, սովորական 3%-անոց պերօքսիդ։ Ինչպես այն ճիշտ օգտագործել, հստակ լսողությունը վերադարձնելու համար, ինչու է առաջանում այս տհաճ փակվածությունը, եւ որ դեպքերում այս մեթոդը կաշխատի անխափան, իսկ երբ է ավելի լավ փնտրել բոլորովին այլ ուղիներ։ Ես Հայկ Արամի Սարգսյանն եմ, կպատմեմ ձեզ այս մասին առավելագույնս մանրամասն, քայլ առ քայլ, այնպես որ դուք կարողանաք անվտանգ եւ հեշտությամբ կիրառել այս բժշկական գիտելիքները ձեր տանը։ Եկեք սկսենք ամենասկզբից եւ հասկանանք, թե ինչպես է ամեն ինչ կառուցված։ Մեր ականջը պարզապես գլխի կողքերին գտնվող լոկատոր չէ, որը որսում է ձայները։ Սա բարդագույն եւ շատ նուրբ կարգավորված մեխանիզմ է։ Արտաքին լսողական անցքն իրենից ներկայացնում է որորապտույտ թունել։ Այն տանում է դեպի գլխի խորքը, դեպի թմկաթաղանթ։ Այս թաղանթը բարակ է, ինչպես թաղանթ, եւ անհավանական զգայուն։ Նրա հետևում գտնվում են միջին ականջը եւ ներքին ականջը, որտեղ մեխանիկական տատանումները վերածվում են նյարդային ազդակների։ Այսպիսով, արտաքին լսողական անցքի հենց այս թունելը ֆիզիոլոգիապես չի կարող չոր եւ բացարձակապես մաքուր լինել։ Մեր օրգանիզմը շատ ավելի ֆելացի է, քան մենք հաճախ մտածում ենք նրա մասին։ Այս թունելի ներսում անխոնջ աշխատում են հատուկ ծծմբային եւ ճարպային գեղձերը։ Նրանք արտադրում են հատուկ արտազատուկ, որը մենք սովոր ենք անվանել ականջի ծծումբ, ականջակեղտ։ Բում ծծումբ բառը այնքան էլ հաճելի չի հնչում, ասոցիացիաներ է առաջացնում ինչ-որ կեղտոտ բանի հետ, բայց իրականում դա մեր հավատարիմ ու անփոխարինելի պաշտպանն է։ Իսկ ինչից է այն բաղկացած։ Դա գեղձերի արտազատուկների, մահացած մաշկի բջիջների, ճարպերի եւ սպիտակուցների բարդ քիմիական խառնուրդ է։ Եվ ականջակեղտի գլխավոր խնդիրն է յուղել լսողական անցքը, պաշտպանել նուրբ մաշկը չորացումից եւ միկրոջաքերից, իսկ ամենակարևորը՝ որսալ ամբողջ կեղտը, որն ընկնում է դրսից, փոշի, մանր աղբ, բակտերիաներ, սնկերի սպորներ, նույնիսկ մանր միջատներ։ Այս ամենը հուսալիորեն կպչում է ականջակեղտին եւ ավելի հեռու չի անցնում դեպի կենսականորեն կարևոր թմկաթաղանթ։ Բացի այդ, ականջի ծծումբն ունի թթվային միջավայր, որտեղ ախտածին, մանրէներն ուղղակի ֆիզիկապես չեն գոյատևում։ Ուստի ականջակեղտի դեմ, որպես ամենավոխերիմ թշնամու պայքարելը եւ ականջը մինչեւ փայլելը մաքրելու փորձը ահռելի բժշկական սխալ է։ Ականջներում մեզ բացարձակապես պետք չէ ստերիլություն։ Այն այնտեղ միայն կվնասի, բայց այդ դեպքում ինչու են խնդիրներ առաջանում։ Կհարցնեք դուք, թե ինչու են գոյանում հենց այդ խցանումները, որոնք փակում են լսողությունը եւ այդքան տանջանքներ պատճառում։ Տարիքի հետ մեր օրգանիզմում շատ բան է փոխվում, եւ դա միանգամայն նորմալ ֆիզիոլոգիական գործընթաց է։ 50-ից բարձր մարդկանց մաշկը դառնում է ավելի չոր, կորցնում է իր առածկականությունը։ Գեղձերը սկսում են այլ կերպ աշխատել։ Փոխվում է նրանց արտազատուկի քիմիական կազմը։ Բուն ականջակեղտը դառնում է ավելի ֆիտ, չոր, մածուցիկ եւ մուգ։ Բացի այդ, շատ մարդկանց, հատկապես տարեց տղամարդկանց մոտ, ականջներում սկսում են բավականին կոշտ մազիկներ աճել։ Դրանք աշխատում են որպես ամրաններ, որոնց վրա այս չոր ականջակեղտն ամուր խրվում է եւ շերտերով կուտակվում։ Ականջն աստիճանաբար կորցնում է ինքնամաքրման իր բնական ունակությունը։ Իդեալական նորմայի դեպքում ականջակեղտը պետք է ինքնուրույն դուրս գա։ Երբ մենք կոշտ սնունդ ենք ծամում, ակտիվորեն խոսում ենք, լայն հորանջում ենք, մեր ծնոտային հոդերը մշտական շարժման մեջ են գտնվում։ Այս շարժումը փոխանցվում է լսողական անցքի պատերին, մեղմորեն մերսում է այն եւ ականջակեղտը կամաց-կամաց մեզ համար աննկատ տեղաշարժվում է դեպի դուրս, որտեղ մենք կարող ենք այն զգուշորեն հեռացնել առավոտյան լվացվելու ժամանակ։ Բայց եթե այն դարձել է չոր եւ կոշտ, եթե լսողական անցքը իբնեն նեղ է կամ խիստ ոլորապտույտ, այս նուրբ գործընթացը խախտվում է։ Առաջանում է խիտ գնդիկ, որն աստիճանաբար փակում է լուսանցքը։ Եվ ահա հենց այս պահին մենք հաճախ թույլ ենք տալիս ամենագլխավոր ու վտանգավոր սխալը։ Մենք վերցնում ենք բամբակյա փայտիկները։ Որքան անգամ են բժիշկներն ամբողջ աշխարհում կրկնում նույն բանը, բայց մարդու ձեռքն այդպես էլ ձգվում է դեպի ծայրին, բամբակ ունեցող այս փոքրիկ պլաստիկե փայտիկը։ Ընկերներս,
Բամբակյա փայտիկը հիանալի գործիք է քերծվածքի վրա յոթ քսելու, դիմահարդարումը շտկելու, ստեղնաշարը մաքրելու համար, բայց ոչ երբեք ականջները մաքրելու համար։ Երբ դուք այն մտցնում եք խոր ականջի մեջ, դուք հավաքում եք փափուկ ականջակեղտի միայն մի փոքր մասը ամենաեզրերից։ Իսկ ահա հիմնական խիտ գնդիկը դուք պարզապես հրում եք էլ ավելի խորը, աշխատելով փայտիկով որպես մխոց։ Դուք խտացնում եւ հրում եք ականջակեղտն ուղիղ դեպի թմբկաթավանթը։ Եվ որքան հաճախ եք անում նման ընթացակարգեր, այնքան ավելի խիտ եւ կոշտ է դառնում խցանումը։ Արդյունքում այն կարող է այնքան ամուր կպչել թավանթին, որ դուք հանկարծակի, բառացիորեն 1 վայրկյանում դադարում եք լսել այդ ականջով։ Առաջանում է ծայրահեղ տհաճ զգացողություն։ Կարծես դուք գտնվում եք խորը ջրի տակ։ Սեփական ձայնը գլխում արձագանքում է բարձր խուլ ձայնով։ Կարող է սկսվել զմգոց, միապաղաղ, աղմուկ։ Երբեմն առաջանում է նույնիսկ ռեֆլեկտոր չոր հազ, քանի որ թավանթի կողքով անցնում են նյարդային մերձավորություններ, որոնք ուղղակիորեն կապված են մեր կոկորդի հետ։ Խնդրում եմ գրեք մեկնաբանություններում։ Հետնային ինչ միջոցներ եք դուք սովորաբար օգտագործում ականջները մաքրելու համար, եւ արդյոք երբևէ օգտագործել եք ջրածնի պերօքսիդ, ինչ շատ հետաքրքիր կլինի կարդալ, եւ մյուս հանդիսատեսներին նույնպես ձեր անձնական փորձը կարող է շատ օգտակար լինել համեմատության համար։ Իսկ քանի դեռ դուք գրում եք ձեր պատմությունները մեկնաբանություններում, ես մի փոքր դադար կտամ եւ կխնդրեմ ձեզ հավանել այս տեսանյութը։ Անպայման բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, եթե դեռ չեք արել դա։ Եվ այսպես, շարունակենք մեր դասախոսությունը։ Մեզ մոտ առաջացել է ծծմբային խցանում։ Լսողությունը կտրուկ ընկել է, անհարմարությունը սարսափելի է, տրամադրությունը փչացել է։ Ինչ անել նման իրավիճակում։ Գնում ենք տնային դեղատուփ, ջրածնի պերօքսիդի հետևից։ Հատուկ ուշադրություն դարձրեք, մեզ պետք է միայն 3%-անոց պերօքսիդ։ Ոչ մի հիդրոպերիտի հաբեր, որոնք պետք է աչքաչափով ջրով բացել։ Ոչ մի բարձր արդյունաբերական կոնցենտրացիաներ, միայն պատրաստի դեղատնային 3%-անոց լուծույթ։ Դա անհոտ թափանցիկ հեղուկ է, որն իր քիմիական էությամբ սովորական ջուր է, 1 լրացուցիչ թթվածնի ատոմով, օրգանական նյութերի, իսկ մեր դեպքում չոր ականջակեղտի հետ, շփման դեպքում պերօքսիդը սկսում է բուռն կերպով քայքայվել սովորական ջրի եւ ակտիվ ազատ թթվածնի։ Դուք հավանաբար բոլորդ տեսել եք, թե ինչպես է այն ակտիվորեն թշում եւ փրփրում, եթե այն կաթեցնեք թարմ վերքի կամ քերծվածքի վրա։ Ճիշտ նույնպիսի եռացող գործընթաց տեղի է ունենում նաեւ ձեր ականջում։ Թթվածնի այս փոքրիկ, բայց հզոր պղպջակները գործում են որպես մանրադիտակային պայթյուններ։ Նրանք խնամքով, բայց համառորեն փխրեցնում են ծծմբային խցանման խիտ չոր զանգվածը։ Ջուրը թրջում է նրա կառուցվածքը, իսկ պղպջակները պոկում են ականջակեղտի կտորները լսողական անցքի պատերից։ Սա զուտ ֆիզիկա եւ քիմիա է, ոչ մի մոգություն կամ շամանություն։ Խցանումն արագորեն կորցնում է իր սկզբնական խտությունը, վերածվում է փխրուն շիլայի եւ ապա հեշտությամբ դուրս է գալիս։ Ինչպես ճիշտ եւ անվտանգ անցկացնել այս ընթացակարգը տանը։ Առաջին եւ ամենակարևոր երկաթյա կանոնը՝ պերօքսիդը անպայման պետք է լինի տաք։ Ոչ մի դեպքում մի կաթեցրեք սառնահեղուկ անմիջապես սառնարանից կամ նույնիսկ պարզապես սենյակային ջերմաստիճանի, եթե ձեր տանը զով է։ Մեր ականջի ներսում, թմբկաթավանթին շատ մոտ, տեղակայված է վեստիբուլյար ապարատը, մեր հավասարակշռության բարդագույն օրգանը։ Եթե նրա վրա կտրուկ ազդել ցրտով, ձեր գլուխը կարող է ակնթարթորեն պտտվել, կառաջանա ուժեղ սրտխառնոց։ Սենյակը կլողա ձեր աչքերի առաջ։ Ուստի վերցնում ենք պերօքսիդով պլաստիկե կամ ապակե սրվակը եւ պարզապես տաքացնում ենք այն սեղմված ափերում մի քանի րոպե։ Կամ կարելի է սրվակն իջեցնել մի փոքր բաժակի մեջ տաք, ոչ թե շատ տաք, այլ հենց հաճելի տաք ջրով, 36 կամ 37 աստիճան։ Սա մեր մարմնի նորմալ ջերմաստիճանն է, որը հարմարավետ կլինի ականջի համար։ Այնուհետև պետք է ճիշտ նախապատրաստել տեղը ընթացակարգի համար։ Պառկեք բազմոցին կամ մահճակալին կողքի վրա այնպես, որ ձեր հիվանդ փակված ականջը նայի խիստ դեպի վեր, առաստաղին։ Գլխի տակ դրեք փոքրիկ սրբիչ։ Վերցրեք սովորական մաքուր կաթոցիչ։ Հավաքեք տաք պերօքսիդով լիքը կաթոցիչ։ Այժմ շատ կարևոր պահ։ Զգուշորեն քաշեք ձեր ականջախեցին մատներով մի փոքր հետ եւ վեր։ Ինչու է պետք դա անել։ Ինչպես արդեն ասացի նախկինում, մարդու լսողական անցքը ոլորապտույտ է։ Երբ մենք քաշում ենք ականջն այս յուրահատուկ ձևով, անցքը ֆիզիոլոգիապես ուղղվում է, եւ հեղուկի կաթիլներն անարգել կհասնեն մինչև հատակը, ուղիղ դեպի մեր նպատակակետը, դեպի ծծմբային խցանումը։ Կաթեցրեք 5 կամ 7 կաթիլ ուղիղ լսողական անցքի մեջ։ Եվ ահա,
Այստեղ կսկսվի ամենահետաքրքիր գործողությունը։ Դուք անմիջապես կլսեք բավականին բարձր թշշոց, խշխշոց, ճարճատյուն, կարծես ինչ-որ մեկը կարտոֆիլ է տապակում ձեր գլխում։ Կարող է առաջանալ թեթև, միանգամայն տանելի լայնացման զգացում կամ խուտուտ։ Մի վախեցեք, դա միանգամայն նորմալ եւ ճիշտ ռեակցիա է։ Սա նշանակում է, որ պերօքսիդը հաջողությամբ մտել է քիմիական ռեակցիայի մեջ ականջակեղտի հետ եւ սկսել է իր փրկարար աշխատանքը։ Թթվածնի պղպջակներն ակտիվորեն քայքայում են ֆիդ ֆցանումը։ Հանգիստ պառկեք այդ դիրքով մոտ 10 կամ 15 րոպե։ Ոչ մի տեղ մի շտապեք, վեր մի թռեք։ Թույլ տվեք լուծույթին լավ ներծծվել այս սեղմված զանգվածի մեջ, մինչև հենց հիմքը։ Երբ ժամանակը սպառվի, զգուշորեն եւ առանց շտապելու շրջվեք մյուս կողքի վրա, ականջի տակ դնելով թղթե անձեռոցիկ կամ մաքուր սրբիչ։ Ամբողջ օգտագործված հեղուկը լուծված ականջակեղտի, կեղտի եւ առատ փրփուրի հետ միասին պետք է ազատորեն դուրս հոսի։ Դուք կտեսնեք, որ հեղուկը դարձել է պղտոր, շագանակագույն կամ դեղնավուն։ Սա հավաստի նշան է այն բանի, որ գործընթացը հաջողությամբ է ընթացել եւ ականջակեղտը լուծվում է։ Դրանից հետո վերցրեք բամբակյա սկավառակ կամ փափուկ սրբիչի եզրը եւ զգուշորեն չորացրեք ականջի արտաքին մասը։ Կրկնում եմ, մի մտեք անցքի ներսը, ոչ մի փայտիկներով։ Պարզապես սրբեք այն, ինչն ինքնուրույն հոսել է դուրս։ Եթե ձեր խցանումը համեմատաբար փոքր էր եւ ոչ շատ հին, ապա լսողությունը կարող է վերադառնալ անմիջապես առաջին պրոցեդուրայից հետո։ Դուք կզգաք անհավանական, ոչ մի բանի հետ չհամեմատվող թեթևացում։ Աշխարհը նորից կհնչի վառ, հստակ, բոլոր գույներով։ Բայց հաճախ գործնականում պատահում է այնպես, որ խցանումը կուտակվել է ամիսներով կամ նույնիսկ երկար տարիներով։ Այն դարձել է կոշտ, իսկական քարի նման։ Նման բարձիթողի վիճակում մեկ կարճ պրոցեդուրան ակնհայտորեն բավարար չի լինի։ Պերօքսիդը պարզապես ֆիզիկապես չի կարողանա ճեղքել այդ խուլ պատը մեկ միակ անգամից։ Ինչ անել այդ դեպքում։ Դրսևորեք մի փոքր զսպվածություն եւ համբերություն։ Կրկնեք կաթեցման այս ընթացակարգը օրը 2 անգամ, առավոտյան եւ երեկոյան 3 կամ 4 օր անընդմեջ։ Ականջակեղտը կփափկի աստիճանաբար, շերտ առ շերտ։ Եվ մի գեղեցիկ պահի այն պարզապես դուրս կգա ամբողջությամբ, կամ դուք կկարողանաք այն շատ հեշտությամբ լվանալով հանել։ Եթե մի քանի օր համառորեն պերօքսիդ կաթեցնելուց հետո ականջը դեռևս մնում է փակված, բայց դուք ակնհայտորեն զգում եք, որ ներսում ինչ-որ կերպ ավելի փափուկ է դարձել, առաջացել է ճլմփոց, կարելի է օգնել փափկած խցանմանը դուրս գալ։ Դրա համար ձեզ անհրաժեշտ կլինի փոքրիկ ռետինե տանձիկ, ներարկիչ։ Սովորական ներարկիչ, ամենափոքրը, որը միայն կգտնեք դեղատանը։ Լցրեք դրա մեջ մաքուր, տաք, եռացրած ջուր, կրկին, ձեր մարմնի խիստ ջերմաստիճանի։ Թեքեք գլուխը լոգարանի լվացարանի վրա։ Զգուշորեն մտցրեք տանձիկի քիթը լսողական անցքի հենց սկզբնամաս։ Ոչ խորը, սա խիստ կարևոր է, եւ սահուն, առանց կտրուկ կոպիտ ցնցումների, ուղղեք ջրի շիթը լսողական անցքի հետին պատի վրա։ Ջուրը պետք է անցնի փափկած խցանման հետևը եւ մեղմորեն հրի այն դեպի դուրս։ Դուք կարող եք ձեր աչքերով տեսնել, թե ինչպես են լվացարանի մեջ ընկնում մուգ փխրուն զանգվածի կտորներ։ Դրանից հետո լսողությունը կվերականգնվի ակնթարթորեն, ինչպես հրաշքով։ Բայց այստեղ ես պետք է շատ լուրջ եւ կարևոր նախազգուշացում անեմ։ Ես որպես բազմամյա ստաժող բժիշկ պարզապես պարտավոր եմ զգուշացնել ձեզ։ Ջրածնի պերօքսիդով եւ հետագա լվացումով այս մեթոդը հարմար է բնավ ոչ բոլոր մարդկանց։ Այն ունի շատ խիստ բժշկական հակացություններ։ Եթե դուք երբևէ կյանքում տարել եք ծանր օտիտներ, եթե ունեցել եք միջին ականջի խրոնիկական թարախային բորբոքում, եթե դուք հաստատ գիտեք բժշկից, որ ունեք թափածակում պերֆորացիա, այսինքն անցք կամ սպի թմկաթաղանթի վրա։ Ջրածնի պերօքսիդ եւ ընդհանրապես ջրային հիմքով բացարձակապես ցանկացած կաթիլներ օգտագործելը խստիվ արգելվում է։ Հեղուկը կարող է հեշտությամբ ընկնել այդ անցքի միջով անմիջապես միջին ականջի մեջ եւ առաջացնել այնտեղ լրջագույն բորբոքում, որը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև լսողության լրիվ եւ անդառնալի կորստի։ Եթե հենց հիմա ձեր ականջը խիստ ցավում է, եթե այն խփում է, եթե նրանից կան ինչ-որ անհասկանալի արտադրություններ, արյուն կամ թարախ, անմիջապես դադարեցրեք ինքնաբուժության ցանկացած փորձ եւ շտապ գնացեք լոր բժշկի մոտ։ Պերօքսիդը կարելի է համարձակորեն օգտագործել միայն բացարձակապես առողջ ականջում, որտեղ կա միայն մեխանիկական ծծմբային խցանում, եւ ուրիշ ոչինչ ձեզ չի անհանգստացնում։ Իսկ ինչ անել, եթե ձեր ականջներում մաշկը շատ չոր է եւ զգայուն։ Դուք հակված եք խցանումների հաճախակի առաջացմանը,
բայց ջրածնի պերօքսիդը ձեզ դուր չի գալիս կամ առաջացնում է ուժեղ գրգռվածություն, չէ որ հաճախ լինում է նաև անհատական անտանելիություն։ Ականջի անցքում մաշկն անհավանական նուրբ է և բարակ։ Եթե չափազանց հաճախ օգտագործեք պերօքսիդ, այն կարող է խիստ չորացնել այդ մաշկը, առաջացնել տանջալիքոր, թեփուտում և նույնիսկ միկրովնասվածքներ։ Այդ դեպքում օգնության են հասնում սովորական բնական յուղերը։ Սովորական որակյալ առաջին քամվածքի ձիթապտղի յուղը, դեղատնային նշի կամ դեղձի յուղը։ Դրանք աշխատում են շատ ավելի մեղմ և նրբանկատ։ Դրանք չեն փրփրում, չեն պայթում թթվածնային պղպջակներով։ Դրանք պարզապես խորապես ներծծվում են չոր ականջակեղտի մեջ։ Այն դարձնում են սայթաքուն, փափուկ և ճարպոտ, և այն ինքն իրեն հեշտությամբ սահում և դուրս է գալիս։ Յուղը նույնպես անպայման պետք է տաքացնել մինչև մարմնի հարմարավետ ջերմաստիճան։ Պետք է կաթեցնել 2 կամ 3 կաթիլ հիվանդ ականջի մեջ գիշերը, քնելուց առաջ։ Կարելի է թեթևակի փակել ականջը բամբակի փոքրիկ փխրուն կտորով, որպեսզի արտահոսող յուղը չկեղտոտի ձեր բարձի երեսը։ Առավոտյան բամբակը պարզապես հանում եք։ Նման կանոնավոր յուղային թերապիայի մի քանի օրից նույնիսկ ամենահամար խցանումը կփափկի և բարեհաջող կլքի ձեր ականջը։ Շարունակում ենք մեր զրույցը ականջների առողջության մասին։ Հարգելի ընկերներ, մենք կանգ առանք այն բանի վրա, թե որքան կարևոր է չվնասել ինքներս մեզ ականջի խցանումներից ազատվելու փորձերի ժամանակ, և ինչպես ճիշտ օգտագործել մեր փրկչին, սովորական ջրածնի պերօքսիդը։ Բայց մարդկային օրգանիզմը առանձին մասերի հավաքածու չէ, ինչպես ավտոմեքենայի մեջ։ Ականջը գոյություն չունի առանձին արյան շրջանառության համակարգից, նյարդերից, մեր ուղևից և նույնիսկ մեր ստամոքսից։ Ամեն ինչ անհավանական սերտորեն միահյուսված է։ Եվ որպեսզի ձեր լսողությունը մնա սուր երկար տասնամյակներ, մենք պետք է նայենք մի փոքր ավելի խորը և հասկանանք, թե էլ ինչ առօրյա սովորություններ են աննկատ, բայց հաստատապես գողանում մեզանից նորմալ լսելու ունակությունը։ Եկեք դիտարկենք մի շատ տարածված երևույթ, որին բախվում է գրեթե յուրաքանչյուր տարեցմարդ։ Հաճախ լինում է այնպես, որ դուք գալիս եք տուն, նստում բազմոցին, միացնում հեռուստացույցը և ձեր տնեցիները սկսում են բողոքել, որ այն գոռում է ամբողջ բնակարանով մեկ։ Իսկ ձեզ թվում է, թե ձայնը միանգամայն նորմալ է։ Պարզապես հաղորդավարները սկսել են ինչ-որ անհասկանալի խոսել։ Սա լսողության նվազման ամենաառաջին, ամենահավաստի կենցաղային թեստն է։ Մենք հաճախ ինքներս դա չենք նկատում, որովհետև գործընթացն ընթանում է շատ դանդաղ, տարիներով։ Ուղեղը հարմարվում է, վարժվում է խլացված ձայներին, և առաջին բանը, որ մենք անում ենք, սկսում ենք մեղավորներ փնտրել շուրջ բոլորը։ Թոռները չափազանց կամաց են խոսում։ Հեռուստացույց արտադրողները վատ բարձրախոսներ են սարքում։ Հարևանները ինչ-որ հանգիստ են դարձել։ Այդ պահին շատ կարևոր է ազնվորեն խոստովանել ինքներդ ձեզ, որ խնդիրը գոյություն ունի, և չանտեսել այն, չէ որ ինչ է տեղի ունենում հետո։ Եթե մարդը հրաժարվում է ընդունել լսողության անկումը, նա սկսում է անգիտակցաբար խուսափել շփումից։ Նրան անհարմար է դառնում մեծ ընկերախմբերում, ընտանեկան խնջույքների ժամանակ։ Բոլորը ծիծաղում են կատակի վրա, իսկ նա չլսեց նախադասության վերջը և ստիպված է անհարմար ժպտալ անտեղի։ Առաջանում է դյուրագրգռություն, ինքնամփոփություն։ Մարդը դադարում է գնալ թատրոն, ավելի հազվադեպ է զանգահարում հին ընկերներին, որովհետև ամեն անգամ վերահարցնել նա մոտ է։ Եվ ահա այստեղ է թաքնված ամենամեծ բժշկական վտանգը, որի մասին քչերն են մտածում։ Մեր ուղեղը մկանի պես է, եթե մկանը չմարզել, այն թուլանում է և ապաճում։ Գլխուղեղի կեղևի այն հատվածը, որը պատասխանատու է ձայնային ազդակների մշակման համար, մշտական ծանրաբեռնվածության կարիք ունի։ Այն պետք է աշխատի, բերծանի հնչերանգները, ճանաչի ձայների տեմբրերը, որսա տերևների խշշոցը և անձրևի աղմուկը։ Երբ լսողությունն ընկնում է և ուղեղ ավելի քիչ ազդակներ են հասնում, այդ նեյրոնային կապերն սկսում են քայքայվել անպիտանության պատճառով։ Ուղեղն իր էներգիան վերաբաշխում է այլ խնդիրների վրա։ Եվ գիտականորեն ապացուցված է, որ այն մարդիկ, ովքեր անտեսում են լսողության անկումը և չեն դիմում օգնության, մի քանի անգամ ավելի շատ են ենթակա տարիքային հիշողության խանգարումների և նույնիսկ դեմենցիայի զարգացման ռիսկին։ Ուստի լավ լսողությունը միայն հարմարավետ շփման հարց չէ, դա պարզ մտքի և ամուր հիշողության պահպանման հարց է մինչև խոր ծերություն։ Հենց այդ պատճառով եմ ես այսքան մանրամասն պատմում ձեզ ականջների խնամքի պարզ տնային մեթոդների մասին, ինչպիսին է ճիշտ լվացումը ջրածնի պերօքսիդով։ Չէ՞ որ հաճախ այս սոցիալական մեկուսացման պատճառ է դառնում բանալ հնացած ծծմբային խցանումը, որը կուտակվել է ոչ ճիշտ հիգիենայի տարիների ընթացքում։ Լվացին հանեցին խցանումը, և մարդը նորից վերադարձավ ակտիվ, ուրախ կյանքի։ Բայց լինում է նաև այնպես,
որ խցանումներ չկան, իսկ լսողությունը միևնույնն է դավաճանում է։ Եվ այստեղ մենք պարտավոր ենք խոսել մեր տնային դեղատուփի մասին։ Մյուս կողմից կարևոր է հասկանալ, որ որոշ դեղամիջոցներ, որոնք մենք ընդունում ենք այլ հիվանդությունների համար, կարող են տոքսիկ ազդեցություն ունենալ լսողական նյարդի վրա։ Բժշկության մեջ նույնիսկ կա հատուկ տերմին օտոտոքսիկություն։ Այդպիսի դեղամիջոցների շարքին են դասվում ուժեղ հակաբիոտիկների որոշ տեսակներ, որոնք հաճախ նշանակվում են ծանր վարակների ժամանակ։ Նաև լսողության վրա կարող է բացասաբար ազդել սովորական ասպիրինի և որոշ ուժեղ միզամուղ միջոցների հսկայական չափաբաժինների տևական անվերահսկելի ընդունումը, որոնք մարդիկ խմում են ճնշման դեմ, չխորհրդակցելով բուժող բժշկի հետ։ Եթե դուք սկսել եք նոր դեղամիջոց ընդունել և հանկարծ զնգոց եք զգացել ականջներում, գլխապտույտ կամ նկատել եք, որ սկսել եք ավելի վատ լսել, անհապաղ մի կողմ դրեք հաբերը և դիմեք այն բժշկին, ով դրանք նշանակել է։ Հնարավոր է ձեզ պարզապես անհրաժեշտ է փոխել դեղամիջոցը ավելի անվտանգ անալոգով։ Երբեք մի հանդուրժեք այդ ախտանիշները, հուսալով, որ դրանք կանցնեն ինքն իրեն։ Այժմ եկեք վերադառնանք ժողովրդական բժշկությանը։ Որքան անհավանական բաղադրատոմսեր կարելի է հանդիպել հին ամսագրերում կամ լսել աստիճանահարթակի հարևանուհիներից։ Ինչեր ասես մարդիկ չեն փորձում մտցնել իրենց ականջների մեջ խուլությունը բուժելու համար։ Եկեք քննարկենք դրանցից ամենատարածվածներն ու ամենավտանգավորները, որպեսզի դուք երբեք չկրկնեք այդ սխալները։ Շատ հաճախ խորհուրդ են տալիս հիվանդ ականջի մեջ հում սոխի կամ սխտորի հյութ կաթեցնել, կամ նույնիսկ սխտորի ամբողջական պճեղներ մտցնել անմիջապես լսողական անցքի մեջ։ Մարդկանց տրամաբանությունը պարզ է, սոխն ու սխտորը սպանում են մանրեները, ուրեմն նրանք կբուժեն բորբոքումը։ Իմ սիրելիներ, սա աղետալի սխալ է։ Սոխի և սխտորի հյութը պարունակում է ագրեսիվ եթերայուղեր և թթուներ։ Ականջի ներսի մաշկը, ինչպես արդեն քննարկել ենք, անհավանական բարակ է, ավելի բարակ, քան կոպերի վրա։ Այնտեղ կաթեցնելով կծու հյութ, դուք առաջացնում եք ծանրագույն քիմիական այրվածք։ Մաշկը պոկվում է կտորներով, սկսվում է ուժեղագույն այտուց, լսողական անցքը լիովին փակվում է և դուք ստանում եք անտանելի ցավ, որը 100 անգամ ավելի ուժեղ է նրանից, ինչ կար սկզբում։ Ավելին, այս այրվածքը կարող է ախտահարել թմբկաթաղանթը և ընդմիշտ զրկել ձեզ նորմալ լսողությունից։ Եվս մեկ սիրված մեթոդ ժողովրդի մեջ դա ականջի տաքացումն է տաք ձվով, տոպրակի մեջ աղով կամ կապույտ լամպով։ Հիշեք օտոլարինգոլոգիայի ոսկե կանոնը։ Երբեք մի տաքացրեք ականջը, եթե հաստատ վստահ չեք ախտորոշման մեջ։ Եթե ձեր ներսում թարախ է կուտակվել, իսկ դա հաճախ լինում է օտիտների ժամանակ, ջերմությունը կհրահրի բակտերիաների բուռն բազմացում։ Թարախը պետք է ինչ-որ տեղ դուրս գա, և ջերմության ազդեցության տակ այն կարող է ճեղքել թմբկաթաղանթը, կամ որ շատ ավելի սարսափելի է, գնալ դեպի ներս, գլխուղեղի կողմը, առաջացնելով ամենածանր բարդությունները։ Տաքացնել կարելի է միայն ապաքինման շրջանում և միայն ձեր բժշկի ուղղակի թույլտվությամբ։ Երրորդ միֆը բորաթթվի սպիրտի կամ քափորի յուղի օգտագործումն է։ Խորհրդային տարիներին այս սրվակները կային ամեն տանը։ Մեզ դրանք կաթեցնում էին մանկության տարիներին ամենափոքր ցավի դեպքում, բայց ժամանակակից գիտությունը շատ առաջ է գնացել։ Ապացուցված է, որ սպիրտը դաժանաբար չորացնում և այրում է լորձաթաղանթն ու թմբկաթաղանթը։ Իսկ ֆիտ եթերայուղերը, ինչպիսին քափորինն է, կարող են իրար կպցնել մահացած մաշկի բջիջները և նույն այդ ականջակեղտը, այն վերածելով անանցանելի մոնոլիտի, որը հետո բժիշկները ստիպված են հանել հատուկ կեռիկներով, մանրադիտակի տակ։ Ուստի թողեք բորաթթվի սպիրտը մակերեսների ախտահանման համար, իսկ ականջների համար օգտագործեք մեղմ, նուրբ և անվտանգ տաք ջրածնի պերօքսիդը, որի մասին մենք այսքան շատ խոսում ենք այսօր։ Եկեք ևս մեկ անգամ ամրապնդելու համար քայլ առ քայլ անցնենք պերօքսիդի կիրառման ճիշտ տեխնիկայով։ Չէ՞ որ կրկնությունը ամուր առողջության հիմքն է։ Դուք դեղատնից գնել եք 3% պերօքսիդի թարմ սրվակ, եկել եք տուն, դրել եք այն խալաթի գրպանը կամ պահել եք տաք ձեռքերում 5-10 րոպե, որպեսզի հեղուկը դադարի սառը լինելուց։ Դա կպաշտպանի ձեր վեստիբուլյար ապարատը շոկից, իսկ ձեզ՝ հանկարծակի գլխապտույտից։ Պառկեցիք կողքի, հիվանդ ականջը նայում է առաստաղին, ականջախեցին քաշեցիք մի փոքր հետ և վեշ, դա կուղղի լսողական խողովակը։ Կաթոցիչով կաթեցրիք 5-7 կաթիլ։ Լսեցիք թշշոց, չենք վախենում։ Դա ակտիվ թթվածինը սկսեց լուծել ձեր ֆիտ ծծմբային խցանումը։ Պառկում ենք ուղիղ 10-15 րոպե, մտածում ենք լավ բաների մասին,
Լսում ենք, թե ինչպես է ներսում ընթանում աշխատանքը։ Այնուհետև շրջվում ենք մյուս կողքի վրա, տակը անձեռոցիկ դնելով եւ թույլ ենք տալիս այդ ամբողջ կեղտոտ թշշացող զանգվածին ազատ հոսել դուրս։ Սրբեցինք արտաքինական ջմաքուր բամբակով։ Դուք հիասքանչ եք։ Դուք ամեն ինչ արեցիք ճիշտ եւ անվտանգ։ Կարելի է կրկնել օրական 2 անգամ մինչև լիարժեք մաքրումը, բայց ոչ ավելի, քան 5 օր անընդմեջ, որպեսզի չչորացնեք մաշկը։ Բայց ինչու է այս ականջակեղտն ընդհանրապես դառնում այդքան չոր եւ կոշտ։ Մենք խոսեցինք տարիքի, գեղձերի աշխատանքի մասին, բայց կա եւս մեկ չափազանց կարևոր գործոն, որի մասին մոռանում են մարդկանց 90%-ը։ Դա բանալ ջրազրկումն է։ Մենք ձեզ հետ աղետալիորեն քիչ ենք մաքուր ջուր խմում։ Թեյը, սուրճը, քաղցր կոմպոտները, ապուրը, սրանք ուտելիք են եւ ըմպելիքներ։ Օրգանիզմը դրանք այլ կերպ է ընկալում։ Իսկ որպեսզի մեր մարմնի բոլոր արտազատուկները, ներառյալ թուքը, ստամոքսահյութը, հոդային հեղուկը եւ նույն այդ ականջի ծծումբը ունենան ճիշտ մածուցիկ, բայց հոսում կոնսիստենցիա, մեզ պետք է պարզ մաքուր ջուր։ Երբ օրգանիզմին չի հերիքում ջուրը, այն սկսում է խնայել։ Նա վերցնում է խոնավությունն ամենուրեք, որտեղից միայն կարող է։ Եվ ականջակեղտն ակնթարթորեն զրկվում է իր ջրային հիմքից։ Այն չորանում է, ճաքճքում հավաքվում կոշտ գնդիկների։ Ուստի եթե դուք հակված եք խցանումների առաջացմանը, եթե դուք անընդհատ ստիպված եք զբաղվել պերօքսիդով, ուշադրություն դարձրեք ձեր խմելու ռեժիմին։ Կանոն դարձրեք օրական գոնե մի քանի բաժակ հասարակ տաք ջուր խմելը։ Առավոտյան արթնանալուց հետո 1 բաժակ ջուրը օրենք է։ Ճաշից առաջ 1 բաժակ ջուր։ Ձեր մաշկը կլավանա, հոդերը կդադարեն այդքան ուժեղ ճռճռալ։ Իսկ ականջակեղտը կվերադարձնի իր նորմալ ֆիզիոլոգիական փափկությունը եւ դուրս կգա ինքնուրույն առանց ձեր օգնության։ Եվ քանի որ մենք անդրադարձանք սովորությունների թեմային, եկեք խոսենք ականջները փորփրելու մեր սիրո մասին։ Ինչու ենք մենք այդքան սիրում բամբակյա փայտիկներ, մազակալներ, լուցկիներ եւ նույնիսկ բնակարանի բանալիներ։ Ինչու է ձեռքն այդպես ձգվում այնտեղ որևէ բան մտցնել ու քորել։ Պատասխանը թաքնված է նյարդային համակարգի բարդ անատոմիայի մեջ։ Մեր լսողական անցքում անցնում են թափառող նյարդի ճյուղերը։ Դա շատ կարևոր նյարդ է, որը մասնակցում է բազմաթիվ գործընթացների, այդ թվում թուլացման եւ հաճույքի կարգավորմանը։ Երբ մենք զգուշորեն խուտուտ ենք տալիս այդ նյարդային վերջավորությունները բամբակյա փայտիկով, ուղեղ են հասնում հաճույքի ազդակներ։ Մենք թեթև թուլացում ենք զգում։ Դա վերածվում է իսկական նյարդաբանական սովորության, ինչպես եղունգները կրծելը կամ պիջակի կոճակը որորելը։ Մենք մաքրում ենք ականջները ոչ թե այն պատճառով, որ դրանք կեղտոտ են, այլ որովհետև մեզ ֆիզիոլոգիապես հաճելի է բում գործընթացը, բայց այս կասկածելի հաճույքի գինը չափազանց բարձր է։ Անընդհատ մեխանիկորեն գրգռելով մաշկը, մենք ստիպում ենք ծծմբային գեղձերին աշխատել վթարային ռեժիմով։ Նրանք կարծում են, որ ականջի մեջ անընդհատ թշնամի է թափանցում, եւ սկսում են եռակի ծավալով ականջակեղտ արտադրել ձեր բամբակյա փայտիկից պաշտպանվելու համար։ Ստացվում է փակ շրջան։ Դուք մաքրում եք ականջը, որպեսզի ազատվեք ականջակեղտից։ Իսկ ականջն արտադրում է ել ավելի շատ ականջակեղտ, որովհետև դուք այն մաքրում եք։ Դրան գումարած, դուք քերելով հանում եք էպիդերմիսի վերին պաշտպանիչ շերտը, դարպասներ բացելով սնկային վարակների համար։ Ականջներում սունկը կամ օտոմիկոզը սարսափելի բան է։ Ականջը սկսում է անտանելի քոր գալ։ Քորը թույլ չի տալիս քնել գիշերները։ Անցքից անջատվում են թաց թերթի նման ողբաթիվներ։ Այն բուժվում է երկար, ձանձրալի եւ շատ թանկ դեղամիջոցներով։ Ինչին են պետք ձեզ նման խնդիրներ։ Իդ վարժեցրեք ձեզ այդ վնասակար սովորությունից։ Դեն նետեք բամբակյա փայտիկները լոգասենյակից կամ պահեք դրանք հեռավոր պահարանում, որպեսզի դրանք ձեր աչքին չերևան։ Լվացեք միայն ականջախեցին ցնցուղ ընդունելու ժամանակ, եւ դա ավելի քան բավարար կլինի իդեալական հիգիենայի համար։ Այժմ եկեք մի փոքր շեղվենք հիգիենայից եւ խոսենք այն մասին, թե ինչպես է մեր ժամանակակից կենսակերպը աննկատ քայքայում լսողությունը։ Բայց հաստատապես մեր ականջների գլխավոր թշնամին այսօր մշտական ֆոնային ակուստիկ սթրեսն է։ Մենք ապրում ենք անհավանական աղմկոտ աշխարհում։ Նույնիսկ եթե դուք ապրում եք հանգիստ թաղամասում եւ թոշակառու եք, ուշադրություն դարձրեք ձեր կենցաղին։ Խոհանոցում բզզում է սառնարանը, սենյակում անընդհատ մրմնջում է հեռուստացույցը կամ ռադիոն։ Փողոցում աղմկում են ավտոմեքենաները, հարևանների մոտ աշխատում է շաղափը։ Մեր լսողական վերլուծիչը երբեք չի հանգստանում։ Այն ստիպված է անընդհատ մշակել ձայների այս խառնաշփոթը, ֆիլտրել անպետքը, որպեսզի դուք կարողանաք լսել անհրաժեշտը։
Ներքին ականջի մազիկավոր բջիջները գտնվում են մշտական լարվածության վիճակում և դրա պատճառով մաշվում են շատ ավելի արագ, քան դա նախատեսված էր բնության կողմից։ Ձեր ականջներին, ինչպես եւ ամբողջ մարմնին, անհրաժեշտ է լիարժեք հանգիստ։ Մտցրեք ձեր կյանք տեղեկատվական եւ ձայնային լռության պրակտիկա։ Հատկացրեք օրական գոնե 1 ժամ, երբ դուք ամբողջությամբ անջատում եք հեռուստացույցը, ռադիոն, համակարգիչը, նստեք հարմարավետ բազկաթոռին, փակեք աչքերը եւ պարզապես լսեք լռությունը։ Այո, սկզբում բացարձակ լռությունը կարող է անսովոր թվալ, կարող է նույնիսկ լարվածությունից սկսել զնգալ ականջներում, բայց աստիճանաբար նյարդային համակարգը կթուլանա, անոթների սպազմը կանցնի, եւ դուք խորը հանգստություն կզգաք։ Սա լավագույն առողջարանն է ձեր լսողության համար։ Զբոսանքները խաղաղ զբոսայգում անտառում, որտեղ չկա տեխնոգեն աղմուկ, այլ կա միայն քամու խշշոց եւ թռչունների երգ, վերականգնում են լսողական նյարդի զգայունությունը ավելի լավ, քան ցանկացած ամենաթանկարժեք վիտամինները։ Ի դեպ, վիտամինների եւ սնուցման մասին։ Մենք արդեն համառոտ անդրադարձել ենք այս թեմային, բայց այն այնքան կարևոր է, որ արժե կանգ առնել դրա վրա ավելի մանրամասն, որպեսզի ձեր ներքին լսողական ապարատը, խխունջը, միլիոնավոր նյարդային վերջավորություններով աշխատի անխափան։ Նրան անհրաժեշտ է որակյալ շինանյութերի մշտական եւ անխափան մատակարարում արյան միջոցով։ Լսողության ամենահզոր պաշտպաններից են վիտամին A-ն եւ բետա-կարոտինը։ Այն պատասխանատու է նյարդային բջիջների վերականգնման համար։ Ուստի մի մոռացեք սովորական գազարի մասին։ Անցկացրեք այն քերիչով, անպայման ավելացրեք մի գթալ թթվասեր կամ բուսական յուղ, որովհետև վիտամին A-ն լուծվում է միայն ճարպերի մեջ, եւ կերեկի առողջություն։ Նաև հսկայական նշանակություն ունեն օմեգա 3 ճարպաթթուները։ Դրանք դարձնում են արյան անոթների պատերը առազգական, թույլ չեն տալիս, որ առաջանան խոլեստերինային վահանիկներ, որոնք, ինչպես հիշում ենք, փակում են ներքին ականջի սնուցումը։ Օմեգա 3-ը դա առաջին հերթին յուղոտ ծովային ձուկն է, ծովատարեղ, սկումբրիա, սաղմոն, պարտադիր չէ գնել թանկարժեք կարմիր ձուկ։ Սովորական գնով մատչելի քիչ աղդրած կամ ջեռոցում եփված սկումբրիան պարունակում է այդ օգտակար ճարպերի հսկայական քանակություն։ Շաբաթը 2-3 անգամ նման ձկան մի քանի կտորը ձեր անոթները կդարձնեն մաքուր եւ առազգական, իսկ լսողությունը ավելի սուր։ Եվ իհարկե չենք մոռանում կալիումի մասին, որը կարգավորում է բջջային հավասարակշռությունը ամբողջ օրգանիզմում։ Շատ կալիում կա ջեռոցում եփած կարտոֆիլի, բանանի, ծիրանաճրի մեջ։ Հավասարակշռված սննդակարգը այն հիմքն է, առանց որի ոչ մի կաթիլ եւ պրոցեդուրա երկարաժամկետ արդյունք չեն տա։ Շատ հաճախ պացիենտները հարց են տալիս. հայ կարամի, իսկ կարող է լսողության նվազումը կապված լինել սթրեսի հետ։ Միանշանակ, այո, եւ կապը ամենաուղիղն է ու երկաթբետոնյա։ Երբ մենք նյարդայնանում ենք, անհանգստանում ենք երեխաների համար, նայում ենք տագնապալի նորություններ հեռուստացույցով։ Մեր օրգանիզմում տեղի է ունենում սթրեսի հորմոնների, ադրենալինի եւ կորտիզոլի հսկայական արտանետում։ Այս հորմոնները մեզ պետք են վտանգից փախչելու համար։ Նրանք ստիպում են սրտին ավելի արագ բաբախել, իսկ արյան անոթները կտրուկ նեղանում են, որպեսզի բարձրացնեն ճնշումը։ Եվ ահա, այստեղ սկսվում է ամենավատը։ Ներքին ականջի անոթները, որոնք առանց այդ էլ բարակ են սարդոստայնի պես, սթրեսի ժամանակ այնքան ուժեղ են սպազմի ենթարկվում, որ արյունը գործնականում դադարում է հոսել դրանցով։ Լսողական նյարդի բջիջները սկսում են խեղդվել առանց թթվածնի։ Եթե սթրեսը կարճատև է, նյարդայնացակ եւ հանգստացակ, անոթները կթուլանան եւ լսողությունը կվերականգնվի։ Բայց եթե դուք ապրում եք քրոնիկական տագնապի վիճակում, եթե դուք անընդհատ լարում եք ձեզ, սպազմը դառնում է մշտական։ Բջիջները սկսում են աստիճանաբար ոչնչանալ, եւ լսողությունը անդառնալիորեն ընկնում է։ Գումարած դրան, այս անոթային սպազմի ֆոնին առաջանում է հենց այդ տանջալի բարձր հաճախականության ծվծվոցը գլխում, որը խելագարեցնում է մարդկանց։ Ուստի ականջների առողջության պահպանման համար կարևորագույն խնդիր է սովորել կառավարել սեփական հույզերը։ Ես չեմ կոչանում ձեզ դառնալ բացարձակապես անտարբեր այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է։ Դա անհնար է, բայց պետք է կարողանալ ժամանակին կանգնեցնել խուճապը։ Յուրացրեք ամենապարզ շնչառական մարմնամարզությունը։ Եթե զգում եք, որ սկսում եք ֆիստ նյարդայնանալ, ճնշումը սողում է վերև, իսկ ականջներում գուլ, դրդռոց է առաջանում, նստեք ուղիղ։ Արեք դանդաղ խորը ներշնչում քթով, մտքում հաշվելով մինչև 4-ը։ Պահեք շնչառությունը մի քանի վայրկյան եւ ապա արեք շատ դանդաղ սահուն արտաշնչում բերանով, շուրթերը շրթնափուղի պես ծալած,
հաշվելով մինչև 8-ը։ Արտաշնչումը պետք է լինի 2 անգամ ավելի երկար, քան ներշնչումը։ Արեք այդպես 10 անգամ։ Դուք ֆիզիկապես կզգաք, թե ինչպես է թուլանում ուսերի լարվածությունը, ինչպես է պարզվում գլխում, ինչպես է հանդարտվում ականջների աղմուկը։ Դա աշխատում է պարասիմպաթիկ նյարդային համակարգը, որը չեզոքացնում է ադրենալինի ազդեցությունը և լայնացնում է սպազմի ենթարկված անոթները։ Եվ վերջապես, վերադառնալով տարբեր դեղատնային միջոցների ճիշտ կիրառման մեր թեմային, ուզում եմ տալ ևս մեկ գործնական խորհուրդ։ Հաճախ լինում է այնպես, որ ջրածնի պերօքսիդով ծծմբային խցանումը հաջողությամբ հեռացնելուց հետո մարդը զգում է ոչ միայն լսողության լավացում, այլև անհասկանալի զգայունություն ձայների նկատմամբ։ Հանկարծ սկսում է թվալ, թե ժամացույցը չափազանց բարձր է տկտկում, ջուրը լվացարանում խլացուցիչ է աղմկում, իսկ հաղորդավարի ձայնը հեռուստացույցում ծակում է լսողությունը։ Մի վախեցեք, այս երևույթը կոչվում է հիպերակուզիա, եւ այն միանգամայն նորմալ է։ Ձեր ականջը երկար ժամանակ գտնվում էր կարծես նկուղում, ծծմբային խցանման խիտ պատի հետևում։ Ուղեղը, որպեսզի գոնե ինչ-որ բան լսի, իր զգայունության ներքին կարգավորումները պտտել դրել էր մաքսիմումի վրա, եւ երբ պատը հանկարծակի փլուզվեց, ձայնի այս ուժեղացած հոսքը ներխուժեց անպատրաստ նյարդային կենտրոններ։ Թույլ տվեք ձեր օրգանիզմին վերակառուցվելու ժամանակ։ Սովորաբար այս բարձր զգայունությունն անցնում է ինքն իրեն 1-2 օրվա ընթացքում, հենց որ ուղեղը նորից կտրամաչափի իր ընկալման համակարգը։ Այդ օրերին աշխատեք խուսափել շատ բարձր ձայներից։ Բարձր ձայնով երաժշտություն մի լսեք։ Խնայեք ձեզ։ Ամփոփելով մեր մասշտաբային դասախոսության վերջնական արդյունքը, ես ցանկանում եմ, որ դուք այնտեղից քաղեք մի քանի ամենագլխավոր կանոններ։ Առաջին. ականջակեղտը ձեր ընկերն ու պաշտպանն է։ Պետք չէ փորձել ամեն օր այն քերել հանել ականջներից։ Երկրորդ. բամբակյա փայտիկները պիտանի են ինչի համար ասես, միայն ոչ լսողական անցքի մաքրման համար։ Երրորդ. եթե դուք չունեք թարախային բորբոքում, ցավ կամ թաղանթի վնասվածք, տաք 3%-անոց ջրածնի պերօքսիդը 4 ծծմբային խցանումների լուծման ամենաէժան, անվտանգ և արդյունավետ տնային միջոցն է։ Չորրորդ. ձեր ականջների առողջությունն ուղղակիորեն կախված է նրանից, թե որքան ջուր եք խմում, ինչ եք ուտում, ինչ վիճակում են գտնվում ձեր արյան անոթները և ողնաշարի պարանոցային հատվածը։ Եվ հինգերորդ. պահպանեք ձեր նյարդային համակարգը։ Հաճախ եղեք լռության մեջ և մի անտեսեք լսողության նվազման առաջին նշանները, որպեսզի ժամանակին օգնեք ձեր ուղեղին պահպանել պարզությունը մինչև խորձերություն։ Գրագետ հետևեք ձեր առողջությանը։ Օգտագործեք ժամանակով ստուգված բժշկական գիտելիքներ։ Մի տրվեք վտանգավոր ժողովրդական հեքիաթներին։ Եվ եղեք միշտ առողջ, առույգ և լի ուժերով։ Ձեզ հետ Հայկ Սարգսյանն էր։ Մինչ նոր հանդիպում։